Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մի Անահիտ Մանասյանի նկատմամբ հարուցված վարույթը չի ավարտվել քվորումի բացակայության պատճառով։ Թերթը նաև անդրադառնում է Սահմանադրական դատարանի կողմից մի պիտի մումիո մերժելուն եւ հարցադիմումներ է բարձրացնում լիազորությունների կիրառման վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի նախագահի ինստիտուտի գործունեության թափանցիկությունը եւ արդյունավետությունը ըստ թերթի հարցեր են առաջացնում։ Հրապարակումը նշում է, որ նախագահի աշխատակազմի գործունեության եւ պետական միջոցների օգտագործման վերաբերյալ հրապարակվող տեղեկությունները սահմանափակ են։ Փաստ օրաթերթը գրում է. խորհրդարանական ընտրություններից հետո ԿՊ-ում շարունակվում են ներքին դժգոհությունները։ Ըստ հրապարակման Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ընտրական արդյունքներից, իսկ կուսակցության ներսում քննարկվում է նաև նրա բարձր հակավարկանիշի ազդեցությունը։ Փաստ օրաթերթը գրում է. նոր գումարման խորհրդարանը ըստ թերթի կդառնա իշխանության եւ ընդդիմության միջև սուր քաղաքական պայքարի հիմնական հարթակը, որտեղ ընդդիմությունը մտադիր է ակտիվորեն կիրառել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական գործիքներ։